Դատապարտում եք Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը, որ 3 խորհրդարանի Կոնկրետ որ բառապաշարը։ Որնակով կանեն վերել Դե խոսակցության մեջ կարելի է բանին ընդդիմախոսին պատեպատ տալ միանշանակ եւ ես հաճախ այդ նույն բանը անում եմ իմ ընդդիմախոսին, ես պատրաստ եմ պատեպատ տալ եւ որևիցե ձևով չեմ դատապարտում, ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներվերը ուտելը, այս ապատեղեկատվությունը տարածելը, որ կեղծիք է, որ իրանք անում են, բայց վարչապետին ես երկրորդում եմ, քաղաքական դիակ են, իրանք քաղաքական դիակ են, ասեմ ավելի նախկին նախագահել չեն, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ, ոչ մի անգամ, Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվին չի ընտրվել։ Սերժ Սարգսյանի գրասենյակը Չընտրված եռյակն են, էլի իրանք։ Գրասենյակները, նախագահները արձագանքել են, օրինակ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Ես այդ նախագահ, իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակի, չգիտեմ, քարտուղարը ուղարկեք ինքը կարձագանքի, իրանք արձագանքելու մի ձև ունեն։ Գան խոսակցության։ Իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա եւ բովանդակային, ոչ թե գարսի, դավաճան դուրս, չի կարող գա բովանդակային զրույց վարի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ իրականության մեջ բանավիճի, բովանդակային կարողանալու է բանավիճի, Սերժ Սարգսյանն է կարողանալու։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու, գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի եւ դուք կհասկանաք թե ինքը ինչ նկատի ունի։ Այդ շատ սաղի լավ ճանաչում են։ հաղթած նախագահներին ինչու չպետք է կարողանան բանել վիճակը։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ասում են, Այսինքն, դե թող այդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող գան։ Վարչապետը երեք ասեց, մեկը ասել է Աշոտյանը թող գան, Աշոտյանը ում էր հրավիրել բանավիճին, բայց Աշոտյանի ու վարչապետի լեվելները չեք նկատում, որ տավի երկրի ղեկավար, ես էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի, լեվելների տարբերություն գոյություն ունի, քաղաքական կշռի, ով, իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել եւ երկրի ազգային ժողովի նախագահն եմ, իհարկե քաղաքական լեվելով իրանք բարձր են, միանշանակ։